Դուք նախկինում, երբ խոսում եք 2020-ից հետո մշտադիտարկման մեխանիզմների մասին, կամ խոսում եք Ռուսաստանի Դաշնության առաքելության կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության մասին, հիմա մակում խոսեցիք միջազգային դիտորդների անհրաժեշտության մասին։ Նախ որն է այս դիրքորոշման փոփոխության պատճառը եւ գիտենք, որ Ֆրանսիայից առաքելություն է գալու, դա այս հայտարարության ի պատասխան է, թե ոչ, եւ մի քիչ ծավալուն է հարցս, ինչ կազմ ենք մենք ակնկալում եւ եթե եկան եւ տեղակայվեցին սահմանին, դա գործիքն է, վերջնանպատակը որն է։ Գիտեք, էլի կարծում եմ մի քանի բաներ այնուամենայնիվ շփոթում ենք, որովհետեւ այն առաքելությունը, որի մասին Ֆրանսիան հայտարարել է, խոսքը պաշտպանության նախարարության կողմից ուղարկող առաքելության մասին է, ով տեղում պետք է գնահատի անվտանգային իրավիճակը, այսինքն հետագա վերլուծության եւ գնահատման համար, սա առաջինը։ Երբ որ մենք խոսում ենք միջազգային դիտորդական առաքելության մասին, մենք նկատի ունենք կամ երկարաժամկետ կամ մշտական դիտորդական առաքելության մեխանիզմը, որի կարևորագույն նպատակներից մեկը իրադրության վերաբերյալ անաչառ տեղեկատվության փոխանցումն է միջազգային համապատասխան կառույցներին, որից հետո կբխեն համապատասխան գործողություններ։ Նաև ինչից է բխում այս տրամաբանությունը։ Տրամաբանությունը բխում է նրանից, որ երբեք Ադրբեջան չի ասում, որ ես խախտեցի զինադադարը։ Իրենք միշտ փորձում են ներկայացնել, թե ինչ-որ սանդրանք է եղել եւ այլն եւ այլն։ Բնականաբար մենք այդ տեղեկատվությունը անհիմն բոլոր հնարավոր միջոցներով հերքում ենք, բայց մյուս կողմից էլ ասում ենք, քանի որ սա շարունակվող արդեն իրավիճակ է, ճիշտ կլինի, որ միջազգային հանրությունը ունենա դիտորդական առաքելություն, որպեսզի տեղում գնահատի իրավիճակը։ Ինչ վերաբերվում է դիրքորոշումների փոփոխությանը, դիրքորոշումների փոփոխություն իրականում տեղի չի ունեցել, որովհետև ձեր նշած բոլոր առաքելություններն էլ միջազգային առաքելություններ են։ Այսինքն միջազգային վերնագրի ներքո մենք նկատի ունենք հենց միջազգային եւ մենք աշխատում ենք, մենք ոչ մեկի առաջ դուռը չենք փակում, ասում ենք, չէ, հանկարծ դուք չգաք, չէ, դուք կգաք, բայց կան նաեւ միջազգային կազմակերպություններ, որոնք կարող են նման դերակատարում ունենալ, ԼԻԱՀԿ-ն, օրինակ, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը եւ այլն եւ այդպես շարունակ։ Նկատի ունեմ դիրքորոշումների փոփոխություն երբեք էլ տեղի չի ունեցել, մենք երբեք չենք բացառել, որ օրինակ ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելություն կլինի։ Այլ բան, որ մի դեպքում երբ որ հարց է եղել, խոսել ենք առաքելության հնարավորության մասին, մյուս դեպքում մեկ այլ առաքելության հնարավորության մասին։